Երևի նկատել եք, որ երբ Փաշինյանին որևէ պրոբլեմատիկ հարց են տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, նա անմիջապես վկայակոչում է Վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Օրինակ, ասում ենք, Ալիևը դեմոգրաֆիկ էքսպանսիայի ծրագիր է փորձում իրականացնել։ Նա ասում է, Վաշինգտոնում նման բան չենք պայմանավորվել, նման բան չկա։ Մինչդեռ Վաշինգտոնյան համաձայնությունները բացարձակապես այլ բանի մասին են, ինչի շուրջ այսօր առիթ կունենանք խոսել, կամ ասում են, արդյոք դե օկուպացվելու են Հայաստանի այն տարածքները, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, դարձյալ վկայակոչվում է Վաշինգտոնի հռչակագիրը, որն իր հերթին վկայակոչում է Ալմաթիի հռչակագիրը, մինչդեռ Ալմաթիի հռչակագրի հիմքում որևէ տարածքային պարամետր չկա։ Նույնը վերաբերում է դելիմիտացիային, դեմարկացիային, կամ նույն խնդիրը վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ակնհայտորեն պաշտոնական Երևանն ու Բաքուն տարբեր պատկերացումներ ունեն այսպես կոչված թրիփի շահագործման պայմանների շուրջ, բայց դա չի խանգարում, որպեսզի Փաշինյանը դարձյալ հարցերից խուսափի եւ հղում անի Վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Վերջերս միջազգային մամուլում մի շատ հետաքրքիր նյութ աչքովս ընկավ, որտեղ խոսվում էր միջազգային հարաբերությունների կարգավորման նոր ձևի մասին, պայմանական ասենք, թրամփիզմ կամ թրամփացում։ Ինչն է սրա էությունը։ Թրամփը, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահը, միջազգային հակամարտությունների լուծման նոր ձև է գտել։ Նա դիմում է հակամարտող կողմերին, նրանց սպառնում է կամ ինչ-որ բաներ է խոստանում եւ հորդորում է, որպեսզի իր ներկայությամբ ինչ-որ պայմանագիր ստորագրեն։ Սովորաբար այդ փաստաթղթերը հռչակագրային բնույթ են կրում եւ հակամարտությունների խորքային պատճառները անտեսվում են, կամ ինչ-որ փաստաթուղթ, որ ստորագրվում է, հստակ մեխանիզմները բացակայում են, թե ինչպես պետք է ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն կամ ընդհանրապես ինչպես պետք է լուծվի հակամարտությունը։ Դեկորատիվ պրոպագանդիստական բնույթի հռչակագրեր են ստորագրվում Թրամփի մասնակցությամբ, ահա այսպես է կարգավորվել այն 8 հակամարտությունները, որի մասին անդադ սիրում է խոսել Թրամփ, իսկ վերջերս նույնիսկ Fox News-ին տված հարցազրույցում նա մի մեկ էջանոց թուղթ ուներ ձեռքի տակ, որտեղ արդեն հստակ այդ 8 հակամարտությունների մասին գրված էր։ Բայց մենք գիտենք, որ հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով, որ Վաշինգտոնի հռչակագիրը ավելի շուտ պրոտոկոլային հռչակագրային բովանդակություն ունի եւ ըստ էության դա հակամարտության լուծման մասին չէ։ Իդեպ, նույն օրինաչափությունը վերաբերում է նաեւ Թրամփի մոդերատորությամբ իբր կարգավորված մյուս հակամարտություններին, օրինակ Թայլանդի եւ Կամբոջայի հարաբերությունները ամենևին էլ կարգավորված չեն Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները կամ Մերձավոր Արևելքի վերջին պլանը, որ պիտի խաղաղություն բերեր Մերձավոր Արևելքին այդ տարածաշրջանին, դարձյալ թղթի վրա է մեծ հաշվով մնացել, որովհետև մենք տեսնում ենք, որ Գազայում պարբերաբար Իսրայելը ռմբահարումներ է իրականացնում, ավելին Լիբանանն է թիրախում, պարբերաբար սիրիական զորքերը ներխուժում են, կներեք, իսրայելական զորքերը ներխուժում են Սիրիա եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները չունեն իրականացման որևէ հստակ երաշխիք։ Նախ դրանք հռչակագրային բնույթ ունեն, ինչպես ասեցի, ավելի շատ պրոպագանդիստական նշանակություն ունեն։ Երկրորդը այդ դրանցում բացակայում են մեխանիզմները եւ Թրամփի գործոնից բացի ինստիտուցիոնալ որևէ գործիք չկա, որը կլուծի այդ հակամարտությունները եւ ըստ ամենայնի Թրամփի հետ էլ կգնան այս պայմանավորվածությունները, այսինքն մի օր Միացյալ Նահանգների նախագահ այլևս Թրամփը չի լինի եւ այդ պայմանավորվածությունների մասին շատերը կմոռանան, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Անկեղծ լինենք,
Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իրականություն չդարձավ, օրինակ, այդ փաստաթղթի հիմնական վեճերը վերաբերվում էին Լեռնային Ղարաբաղի խնդրին և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին կամ կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որ Ղարաբաղի խնդիրը էթնիկ զտումներով Ադրբեջանը լուծեց, կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով հակասություններ առաջացան, ինչի հետևանքով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կորցրեց ակտուալությունը։ Հենց միայն այդ պատճառով էլ կարող է մի օր կորել Վաշինգտոնյան համաձայնությունների ակտուալությունը եւ ի վերջո անկեղծ լինենք, տուրբուլենտ աշխարհում ու մոդերատորությամբ էլ տեղի ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունները կլինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը, թե Միացյալ Նահանգները, հակամարտության կարգավորման մեծ շանսեր չկան, որովհետև կրկնում եմ, համաշխարհային տուրբուլենտությունը, բազմաթիվ հակամարտությունների առկայությունը խոչընդոտ է, որպեսզի մեր ռեգիոնում հակամարտող կողմերը գան լիարժեք համաձայնությունների եւ գումարած դրան աշխարհաքաղաքական այնպիսի բալանս ձևավորվի, որը նպաստում է խաղաղությանը։ Հետևաբար ես իշխանություններին հորդորում եմ դիրքորոշումների բացակայությունը կամ Ալիևի բոլոր պահանջների անվերապահ կատարումը չքողարկել Վաշինգտոնյան հռչակագրով, դա որևէ արժեք չունի։ Վստահաբար պնդում եմ, որ Ալիևի ագրեսիվ օրակարգերի ճանապարհին Վաշինգտոնի հռչակագիրը ոչ միայն խոչընդոտ չէ, այլ նույնիսկ լուրջ կայունացնող գործոն լինել չի կարող։ Պետք է հստակ պատկերացնել, որ Վաշինգտոնում ըստ էության հայ-ադրբեջանական կարգավորում տեղի չի ունեցել։ Հիշում եք երևի Եգիպտոսում անցկացված գագաթնաժողովի ժամանակ Թրամփը պտտվեց եւ մատով ցույց տալով Ալիևին ասեց, որ հենց այս մարդու համար է գնացել Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրմանը, այսինքն ասելով հայ-ադրբեջանական հակամարտություն, Թրամփը առաջին հերթին նկատի ունի Ադրբեջանին։ Վաշինգտոնում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի համաձայնություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանը կատարել են դեկորատիվ բուտաֆորիկ դերակատարություն։ Սա ես ուզում եմ մեր հայրենակիցները, մեր հասարակությունը հստակ հասկանան։ Հետևաբար Ալիևի ագրեսիվ օրակարգերը կարող են զսպվել միայն մեր ճշգրիտ դիվանագիտության շնորհիվ։ Մենք պիտի կարողանանք աշխարհաքաղաքական շահերի բալանս ապահովել մեր օրակարգի շուրջ, ներդաշնակություն։ Սրա մասին ես բազմաթիվ անգամներ խոսել եմ եւ չտրվենք պատրանքներին։ Վաշինգտոնում իրական քաղաքականության ռեժիմում Հայաստանը ոչինչ չի շահել, ինչ-որ բան շահել է Նիկոլ Փաշինյանը, նա ստացել է նախընտրական պաուզա իր վերարտադրության խնդիրը լուծելու համար, այդ խնդիրը նա պիտի լուծի Հայաստանի կենսական շահերի հաշվին, այս ճշմարտությունն էր, որի մասին այսօր ուզեցա կիսվել ձեր հետ։